Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից։ Ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. Բարի վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուսը նրան ասաց. Ինչու ես ինձ բարի ասում։ Ոչ ոք բարի չէ բացի մեկից, Աստծուց։ Պատվիրանները գիտես. մի շնանա, մի սպանիր, մի գողանա, սուտ մի վկայիր, պատվիր քո հորն ու մորը։ Նա պատասխանեց և ասաց նրան. Վարդապետ, այդ ամենն իմ պատանեկությունից ի վեր արել եմ, արտել ինչ է ինձ պակասում։ Հիսուսը նայելով նրան, սիրեց նրան և ասաց. Քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր այն ամենը, ինչ ունես, և տուր աղքատներին, ու երկնքում գանձեր կունենաս։ Ապա վերցրու խաչը և արի իմ հետևից։ Նա այդ խոսքի վրա խոժոռվելով գնաց տրտում, որովհետև մեծ ունեցվածք ուներ։ Իսկ Հիսուսը այս ու այն կողմ նայելով ասաց աշակերտներին. Որքան դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր հարստություն ունեն։ Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Իսկ Հիսուսը շարունակեց խոսել նրանց հետ և ասաց. Որդյակներ, որքան դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են հարստության վրա։ Ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան մեծահարուստը Աստծու արքայություն։ Աշակերտներն էլ ավելի էին զարմանում և միմյանց ասում էին. Իսկ ով կարող է փրկվել։ Աչքերը հառելով նրանց, Հիսուսն ասաց. Մարդկանց համար դա անկարելի է, բայց ոչ Աստծու համար։